Բարևձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 11-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես ուզում եմ այսօր խոսել միայն երկու թեմաների մասին։ Առաջինը դա Ադրբեջանի արձագանքն է այն քննադատությանը, որը լսվում է Ադրբեջանի նկատմամբ, առանձին եվրոպական երկրների կողմից, օրինակ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից եւ պարզ է Եվրոպարլամենտից։ Ու Ադրբեջանը այս առանձին հայտարարությունների հետ կապված, քայլերի հետ կապված եվրոպացիների շատ ցավոտ ընկալում է։ Ու տպավորությունը նա է, որ Ադրբեջանը ինչ որ քայլեր արեց, ասեք այդպես սխալներ արեց, իրանք քննադատում են, Ադրբեջանը նեղացած է, որ իրանք քննադատում են Ադրբեջանի սխալների համար։ Ռուսաստան, Հայաստան հարաբերություններ։ Այո, շարունակվում է արշավը մեր դեմ, Պուտինի խոսալուց հետո խոսեց երեք Պեսկովը։ Պուտինի պրես-քարտուղարը։ Ինչ որ բաներ է պահանջում Հայաստանից, անպայման կանդրադառնանք, արշավը շարունակվում է, պնդում են, որ մեր կառավարությունը անպայման պետք է արձագանքի այն բողոքի նոտաներին, որոնք մենք ստացանք Ռուսաստանից, Բելարուսից, չնայած որ զբաղված է հիմա մեր կառավարությունը նաև նախընտրական արշավով, բարձ է, բայց այնուամենայնիվ արձագանքներ պետք է լինեն, բայց ինչն է հետաքրքիր այդ դիրքորոշման մեջ Ռուսաստանի այդ գիծը հստակ երևում է։ Մեզ մեղադրում են նրանում, որ Ռուսաստանը կորցրեց ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Հայաստանում ու մեղադրում են այսօրվա իշխանություններին։ Միջդեռ իրանք հանձնեցին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին։ Կոպիտ ասած, Ռուսաստանը երբ որ հանձնեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, դատակեց Լեռնային Ղարաբաղի հայերից, ավտոմատ կորցրեց հենարանը եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում, եւ Հարավային Կովկասում։ Հիմա իրանք սխալը մեր վրա են գցում, ասում են դուք եք մեղավոր, որ մեր ազդեցությունը ընկնում է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հարավային Կովկասում։ Շատ հետաքրքիր աշխարհում ենք մենք ապրում։ Այ երբ որ ես ասում եմ հիբրիդային մեթոդների մասին, դա էլ հիբրիդային ձևեր են պայքարի։ Եվ որ պետությունները իրանց սխալների համար մեղադրում են ուրիշներին։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը։ Երբ որ ես ասեցի, որ Ադրբեջանը բավական ցավոտ է ընկալում, ես նկատի ունեի վերջի ժամանակվա եւ հայտարարությունները Եվրոպարլամենտի, դուք հիշում եք, միջև գագաթնաժողով, միջև մայիսի 4-ը, մի քանի օր առաջ Եվրոպարլամենտը արեց միջև գագաթնաժողով, հիշում եք, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, որը անցավ մայիսի 4-ին Երևանում, միջ այդ Եվրոպարլամենտը 3-4 օր առաջ արեց լուրջ հայտարարություն կապված Հայաստանի հետ, Հայաստանի կայուն զարգացմանի հետ ու այնտեղ շոշափեց Ղարաբաղի հայերի խնդիրները։ Ադրբեջանը շատ դժգոհ էր։ Բացի դրանից, Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքեց այն հայտարարությանը, որով հանդես եկավ Ֆրանսիայի արտգործնախարարը։ Գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, որ Արցախայցան ու այդ տերմինը իրանք օգտագործում են, իրավունքները պետք է հարգվեն, պետք է իրավունք ունեն վերադառնալ, գերիների հարցի դիրքորոշումը իրանց դուք գիտեք Ֆրանսիաների, նաև հայկական ժառանգության մասին Ղարաբաղում իրանց դիրքորոշումը դուք գիտեք ու իրանք անընդհատ կանչում են ՅՈՒՆԵՍԿՕ Ադրբեջանին, որ պատասխան տա, ինչի հետ է կապված, որ քանդվում են եկեղեցիներ։ Այս նորություն չի, բայց Ադրբեջանը բավական ցավոտ դա ընկալում է։ Ադրբեջանը արտգործնախարարությունը, ինչքան հասկանում եմ, առաջի անգամը օգտագործեց մի նախադասություն, որը շատ ուշագրավ է։ Իրանք ասեցին, մենք լուծեցինք հարցերը արդար պատերազմի միջոցով։ Ու հողում են անում այս տեքստում միջազգային նորմերի վրա։ Պետք է ասեմ, որ
նույնիսկ եթե իրանք համարում են, որ դա արդար էր, շատ լավ, բայց արդար պատերազմ չկա, այս ձևի բան ՄԱԿ-ի կանոնադրությունում այս ձևի հասկացություն չկա, բայց միտքս ինչում է, Ադրբեջանը ամեն մի այս ձևի հայտարարությունների Եվրոպայից առաջի հերթին արձագանքում է, արձագանքեց Ադրբեջանը նույնիսկ Ռուսաստանի արած քայլերին, ուրեմն Ռուսաստանի առաջի ալիքում Պերվի կանալ կոչված է, դա պետական ալիք է, այնտեղ կար հաղորդում նաև կապված Լեռնային Ղարաբաղի հետ, ու այնտեղ կա հաղում Լեռնային Ղարաբաղ, քանի որ դուք հիշում եք սովետական միության ժամանակ Ադրբեջանի կազմում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, դա փաստ է, հիմա դա ոչ մի բան չի նշանակում, եթե այդ տերմինը օգտագործում եք, դա չի նշանակում, որ սպառնում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դուք գիտեք Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Պուտինը 10 անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն ինչ, ասենք ինչ որ հաղորդում է, որտեղ որ հղում է արվում պատմական էջերին, բայց ստեղ էլ Ադրբեջանը բավական ցավոտ արձագանքեց, ասեց, որ դա սեպարատիզմի խրախուսումն է եւ այլ եւ այլ։ Իլհամ Ալիևը, նախագահ Ադրբեջանի, որը գտնվում էր Զանգիլանում, հանդիպում էր ժողովրդի հետ Զանգիլանում ու ասեց, որ մենք նպատակ չեն դրել ոչնչացնել Հայաստանը, նպատակ չենք դրել անկախությունը Հայաստանի խլել ու ասում է ես զարմացած եմ, որ միջև հիմա հայ-ադրբեջանական սահմանում կանգնած են եվրոպական դիտորդներ, որոնք եթե մենք սկսենք կրակել կփախչեն, բայց ինքը ասում է ես զարմացած եմ, ինչի իրանք կանգնած են, ինչից են պաշտպանում Հայաստանը։ Պետք չի Հայաստանը մեզանից պաշտպանել, մենք ստացանք ինչ ուզում ենք ստանալ, էլ չենք ոչ մի բան անելու։ Հիմա հայտարարություն է, բայց ինչ է ինձ զարմացնում։ Ես հասկանում եմ արմատները այդ հայտարարության, Իլհամ Ալիևը ինքը նեղացած է եվրոպացիների վրա, որ եվրոպացիք անընդհատ հիշեցնում են Ղարաբաղի հայերի իրավունքները, անընդհատ Եվրոպարլամենտը որոշումներ է կայացնում բանաձևեր շատ խիստ քննադատող Ադրբեջանին ոչ միայն հայերի հետ կապված, Ղարաբաղի հայերի իրավունքների հետ կապված, նաև մարդու իրավունքների ոլորտի հետ կապված, ինքը նեղացած է, դա է պատճառը, որ ինքը քննադատում է Եվրոմիությունը եւ Եվրոմիության դիտորդերին, որոնք կանգնած են հայ-ադրբեջանական սահմանում հայկական կողմում, ես հասկանում եմ ինքը նեղացած է, բայց մյուս կողմից գիտեք ես ինչ հարցում եմ։ Եթե Իլհամ Ալիևը ուզում է որ դուրս գան այդ դիտորդները, դուք գիտեք խաղաղության պայմանագրում Հայաստան-Ադրբեջան կա կետ, որտեղ դա ֆիքսված է, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո, վավերացումից հետո, ուժի մեջ մտնելուց հետո դիտորդները եվրոպական դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից։ Հիշում եք այդ կետի հետ կապված թեժ քննարկումներ էին Հայաստանում, բայց մեր իշխանությունները այդ զիջմանը գնացին։ Բայց ով է մեղավոր, որ չի իրականացվում այս կետը։ Ադրբեջանը, որը միջև այսօր հրաժարվում է վերջնականորեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Նախաստորագրում եղել է, մենք դա գնահատում ենք Վաշինգտոնում անցած տարվա օգոստոսի 8-ին, բայց վերջնական չեն ստորագրում։ Միտքս ինչու՞մ է։ Գիտեք, ինձ շատ զարմացնում է, երբ որ մենք այս ձևի ելույթներ տեսնում ենք, երևույթներ տեսնում ենք։ Ինձ դա շատ զարմացնում է։ Մի կողմից մարդիկ ասում են, որ չենք ուզում հարձակվել, խաղաղությունը հաստատվել է, կարծես թե ճիշտ մեսիջներ են, բայց մյուս կողմից չեն ստորագրում խաղաղության պայմանագիրը, որ կետերը խաղաղության պայմանագրի մտնեն ուժի մեջ ու օրինակ դիտորդները Եվրոմիության դուրս գալ սահմաններից։ Հայ-ադրբեջանական։ Իմ կարծիքը այլ է, ես չեմ համարում, որ այդ դիտորդներին մենք պետք է դուրս բերենք, բայց մեր կառավարությունը համաձայնվեց, որ դուրս կբերի այդ դիտորդներին ու մցրեց Ադրբեջանի համաձայնվեց մտցնել այդ Ադրբեջանի պահանջը խաղաղության պայմանագրի մեջ։
Բայց եթե Ադրբեջանը չի ստորագրում քահության պայմանագիրը, ինչու մասին է խոսքը, ուրեմն դիտորդները կշարունակեն աշխատել հայ-ադրբեջանական սահմանը դիտելով։ Ու բացի դրանից մենք հիշում ենք, որ հարևան երկրի զորքերը մտած են մեր տարածք ու մոտավորապես 200 քառակոս կիլոմետր գրավել են մեր տարածքից։ Ուրեմն այդպես չի էլի, որ Ադրբեջանը բավարարվեց Ղարաբաղի հարցով ու ոչ մի վտանգ չկար։ Ես պետք է ասեմ, որ լսումներ էին Եվրոպարլամենտում կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի հետ։ Ու այդ լսումների ժամանակ հնչեցին շատ լուրջ քննադատություններ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի վիճակի հետ կապված։ Ու այնտեղ շատ ու շատ ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպանները, լրագրողները, որոնք փախած են երկրից, ելույթներ ունեցել են։ Ավելին, պարլամենտի անդամները Եվրոպայի, Եվրոպարլամենտի անդամները շատերը ելույթներ են ունեցել ու ասել են, որ մեծ սխալ է համարել Ադրբեջանը վստահելի գործընկեր։ Մենք հաճախ լսում ենք Եվրոմիության կառավարության հանձնաժողովի պաշտոնյաներին, նաև այդում Կայա Կալասին, որ վստահելի գործընկեր է Ադրբեջանը նույն էներգետիկայի ոլորտում, նույն գազի ոլորտում, հիմա Եվրոպարլամենտը ասում են դադարեցվեք դա։ Ու ինչքան ես հասկանում եմ, Ադրբեջանը ցավոտ է դա ընկալում։ Ադրբեջանում մայիսի 1-ին մի քիչ ուշացումով այդ ինֆորմացիա ձեզ տալիս եմ, մայիսի 1-ին եղել է միջազգային Կարմիր խաչի պատվիրակությունը, որը գլխավորում է հենց միջազգային Կարմիր խաչի ղեկավարը, նախագահ։ Ու այնտեղ քննարկվել են հարցերը, նաև խաղաղության process-ը Հայաստան-Ադրբեջանն ու ակնհայտ է, այնտեղ քննարկվել են գերիների հարցը։ Հայ գերիների գտնվող Ադրբեջանում։ Ես ուշադրություն դրա վրա ինչի դարձնում են միջազգային հանրության օրակարգից այդ հարցերը դուրս չեն եկել։ Գիտեք, երբ որ խաղաղության process-ը գնում, ու ես միշտ ողջունում եմ այս խաղաղության process-ը, ու հիմա ուզում եմ ասել, որ ողջունում եմ հայ-ադրբեջանական խաղաղության process-ը, ողջունում եմ մեր կառավարության այն դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցը ինչքան կարելի է երկրորդ պլան պետք է մղել, որ կառուցենք հարաբերությունները Ադրբեջանի հետ, որ մեզ նորից չմխրճեն այս խնդիրների մեջ, բայց բոլորը գիտեն, խաղաղության մեծ process-ի մեջ անպայման հումանիտար հարցերը պետք է լուծվեն։ Անհայտ կորածների հարցերը, բանտում գտնվող, գերի գտնվող մարդկանց հարցերը, այս ձևի հարցերը պետք է լուծվեն։ Ու ես նոր նշեցի, որ եւ Եվրոպարլամենտը դնում է այդ հարցը, եւ եվրոպական առանձին երկրները ու առանձին երկրների ղեկավարները դնում են այդ հարցը, նաեւ դնում է այդ հարցը միջազգային Կարմիր խաչը։ Հիմա անցնում ենք հայ-ռուսական հարաբերություններին։ Կարծես թե մենք ձեզ հետ այսօր նաև պետք է անդրադառնայինք ընտրարշավին, այն process-ին, որը գնում է ներսում Հայաստանի, բայց Ռուսաստանը չի տալիս հնարավորություն մեզ ուշադրությունը շեղել այլ հարցերի։ Պուտինի ելույթից հետո մայիսի 9-ի այդ ելույթի մասին 3 մենք մանրամասն խոսացել ենք, 3 խոսած ամսի 10-ին մայիսի Պուտինի խոսնակը ինքը պրեսկարտուարը, ինքը ելույթ ունեցել, անդրադարձավ Հայաստանի քաղաքականությանը ու պահանջում էր արձագանք Հայաստանի կողմից այն հարցադրմանը, որոնք այն հարցադրումներին, որոնք դնում է Ռուսաստանը։ Դուք հիշում եք, Ռուսաստանը բարձրացնում է հարցը կապված Զելենսկու այցելության հետ Երևան, մայիսի 4-ին 5-ին, Զելենսկու հայտարարությունների հետ կապված, ու Ռուսաստանը պահանջում է, իրանք բողոքի նոտան մեզ տվեցին, մեծ քաղաքական քննադատական process է գնում Պուտինի կողմից, իր թիմակիցների կողմից մեր դեմ, ու իրանք պահանջում են պատասխան։ Հիմա Արարատ Միրզոյանին հարցրեցին, չնայած որ
գնում է հիմա ընտրարշավ, Հարարատ Միրզոյանն էլ մեր արտգոտ նախարարը մասնակցում է այդ ընտրարշավում, այդ ընտրարշավին չնայած նրան պարզ է, լրագրողները հարց տվեցին Արարատ Միրզոյանին, ինքը ասեց, որ պարզ է, մենք հիմա զբաղված ենք, ուշադրությունը զբաղված է, բոլոր այդ անցուդարձներին չեն կարող հետևել, բայց ինքը ասեց, ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը կարծես թե մենք պարզաբանել ենք, մենք դեռ ի պաշտոնե չենք դիմի Եվրոմիության անդամակցությանը, ուրեմն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ակտուալ չի, չկա այս ձևի հարց, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Այո, ինքը ասում է ժամանակը եթե ցույց տա, ապացուցի, որ դեպի Եվրոպա գնալու ցանկությունը մեր հասարակության մնում է, այդ դեպքում մենք ի վերջո կանենք մեր որոշումը։ Դա հայտնի դիրքորոշում է մեր կառավարության, դուք հիշում եք ապրիլի 1-ին, երբ որ Պուտինի հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանը, նորից ասեց, որ ԵԱՏՄ-ից մենք դեռ չենք պլանավորում դուրս գալ։ Բայց Ռուսաստանի, ես ուզում եմ ասել, մեր պաշտոնյաներին Պուտինի ելույթից հետո, որը եղավ մայիսի 9-ին, ինքը տվեց պրես-կոնֆերանս ու այնտեղ խոսեց նաև Հայաստանի մասին։ Այնտեղ շեշտադրումը այլ էր։ Մինչ այդ Ռուսաստանը հարցնում էր. դուք ուր եք, գնում եք Եվրոմիություն։ Դուք չեք կարող երկու աթոռի վրա նստել, միաժամանակ գնալ Եվրոմիություն, անդամ դառնալ ու ԵԱՏՄ մնալ։ Հիմա հարցադրումը փոխվեց, ես ուզում եմ մերոնց ասել, երեկվա պրես-կոնֆերանսի ժամանակվա հարցերին պատասխանների ժամանակ Պուտինը ինչ է ասում։ Չէ, հիմա կողմ որոշվեք, հիմա մեզ ասեք։ Այ հիմա պետք է մեզ ասեք, ինչ եք դուք ուզում։ Եթե գնում եք Եվրոմիություն, հիմա դուրս եկեք ԵԱՏՄ-ից։ Դες ինքը պահանջում է պատասխանը հենց այսօր։ Կոպիտ ասած չի տալիս հնարավորություն մերոնց մանևրել։ Այդ բալանսավորող քաղաքականությունը չի տալիս, որ իրականացնի մեր կառավարությունը։ Ինքը ասում է ոչ, այ հիմա դու ասա, դու գնում ես եվրոինտեգրացիայի ճանապարհ թե ոչ։ Ու բավական ծանր վիճակ է։ Մի կողմից մենք գնում ենք դեպի եվրոինտեգրացիա, դա օրենքով է, ֆիքսվ է։ Մյուս կողմից, եթե հիմա ասենք, լավ, մնում ենք ԵԱՏՄ, ուրեմն այդ մեծ աշխատանքը, որը տարել ենք գագաթնաժողովների ժամանակ, մայիսի 4-ին 5-ին, այդ մեծ հզոր աշխատանքը, որը տանում ենք թրիփ Դոնալդ Տրամփ ծրագրի շրջանակներում, ամբողջը ջուրն ենք լցնելու։ Բայց Ռուսաստանը մեզ այս ձևի ծանր վիճակի մեջ է գցում։ Բացի դրանից, այո, եւ Ռուսաստանը եւ Բելարուսը պահանջում են, որ մեր կառավարությունը իրենց բողոքի նոտաներին պատասխանի։ Օրինակ Բելարուսը 2 բողոքի նամակ ուղարկեց մեզ, մեկը Տիխանովսկայայի այցելության մասին Երևան, որ պաշտոնական մակարդակով Սվետլանա Տիխանովսկային մեր կառավարությունը ընդունեց ու ճիշտ արեց, որ ընդունեց պաշտոնական մակարդակով, բայց Բելարուսը պահանջում է պատասխան եւ Բելարուսը պահանջում է պատասխան կապված հիշում եք Ալեն Սիմոնյանի մեր ազգային ժողովի նախագահի հայտարարությանը կապված նրա հետ, որ Բելարուսը ռեալ կառավարվում է Ռուսաստանի կողմից։ Նու ինքը ձևակերպեց գուբերնիա ծայրագավառի կարգավիճակ ունի Բելարուսը։ Այս ձևի միտք ասվածերը իրանք բողոք։ Ռուսաստանի բողոքի նոտան կապված է Պարոն Զելենսկու Ուկրաինայի նախագահի ասացին Երևանում, ինքը ասեց, որ դրոնները կարող են հայտնվել Մոսկվայում։ Ուստեղ է, որ Ռուսաստանը պահանջում է։ Իդեպ ասեմ, միջև անցնեն այն բարերին, այն խոսքերին, որոնք ասեց պարոն Պեսկովը, ուղղակի 2 օր առաջ, 3 օր առաջ, հիշում եք Մարիա Զախարովան հայտնի ներկայացուցիչը Ռուսաստանի արտգործնախարարության բրիֆինգի ժամանակ անդրադարձավ հայկական թեմաների, հիշում եք, իրանք միշտ ասում են Եվրոմիության ակտիվ աշխատանք Հայաստանի հետ դա Հայաստանի ներքին գործերի մեջ միջամտությունն է, իրանք ասում են, որ Եվրոմիությունը ուզում է հանել Ռուսաստանը մեր տարածաշրջանից եւ դժգոհ են դրանից ու այդ նարատիվները նորից կրկնեց Մարիա Զախարովան։ Մինչդեռ մենք գիտենք, մենք չենք հանում Ռուսաստանը տարածաշրջանից։ Ռուսաստանը ինքը իրան հանեց տարածաշրջանից։ Երբ որ Ռուսաստանը իր հենարանը ջարդեց, փշրեց։
իր հենարանը հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղն էր, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Երբ որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին հանեց հայերին Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանը, Պուտինը ջարդեց իր հենարանը հարավային Կովկասում։ Հիմա իրենք բողոքում են մեր վրա, ասում են, այ դուք ուզում եք մեր հենարանը հանել, բերելով Եվրոմիությունը Հայաստան, մեր հենարանը հանել հարավային Կովկասից։ Ոչ, դուք հանեցիք ձեր հենարանը, երբ որ որոշում ընդունեցիք Լեռնային Ղարաբաղի հարցը ի օգուտ Ադրբեջանի։ Իսկ պետք չի մեր վրա գցել այն, ինչ դուք արեցիք, խոսքը գնում է Պուտինի մասին։ Հիմա ինչ է ասում պարոն Պեսկովը։ Ինքը ասում է այն գագաթնաժողովները, որոնք անցան Երևանում մայիսի 4-ին, մայիսի 5-ին, այնտեղ Զելենսկին հնարավորություն ունեցավ խոսելու։ Դուք իրան հրավիրեցիք, այդ ձեր իրավունքն է, բայց ինքը խոսեց ու արեց լուրջ սպառնալիքներ Ռուսաստանի նկատմամբ։ Դուք դուք տվեցիք պլատֆորմ, հնարավորություն Զելենսկուն մեր դեմ ելույթ ունենալ։ Ու մենք պահանջում ենք, որ դուք մեզ բացատրություն տաք, ինչի այդ իրավունքը տվեցիք։ Ես պետք է ստեղ ասեմ, որ առաջինը պարոն Զելենսկին դա նախագահ է Ուկրաինայի, Հայաստանը հրավիրեց ի պաշտոնե իրան, ինքը իրավունք ուներ ելույթներ ունենալ, պրես կոնֆերանս տալ, ինքը այդ իրավունքները օգտագործեց։ Երկրորդը ինչ ուզում եմ ասել, իր պաշտոնական ելույթներում, հենց այդ գագաթնաժողովներում ես ոչ մի առանձնապես բան չեմ տեսել, այո, ինքը խոսել է Ռուսաստանի ագրեսիայի մասին, Ռուսաստանի ագրեսիայի մասին ամբողջ աշխարհը գիտի, ինչ որ նորություն Զելենսկին մեզ չի ասել։ Ինչից եք դժգոհ։ Բայց իրանք դժգոհ են, որ երբ որ շփվում էր Զելենսկին լրագրողների հետ, այդ պլատֆորմից դուրս ինքը ասեց, որ այո, մեր դրոնները կարող են հասնել եւ Մոսկվա։ Ուրեմն Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան։ Այդ երկրի կեսը քանդել է ու մեզ բողոքը ներկայացնում Զելենսկու ասացի հետ կապված։ Շատ զարմանալի քաղաքականություն է, պետք է ջարդենք դա։ Պետք է կոտրենք այդ տենդենսը մեր վրա գցել Պուտինի սխալները։ Ինչ է խնդրում Պեսկովը, այստեղ ինքը խնդրում էր։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանը չքննադատի Ռուսաստանը։ Հայաստանը ելույթ չունենա Ռուսաստանի դեմ։ Դες ինքը ասում է, նայեք, մենք հանձնեցինք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, բայց մենք չենք ուզում, որ դուք դժգոհություն հայտնեք։ Շատ հետաքրքիր տրամաբանություն է, ապշեցուցիչ տրամաբանություն է։ Ու պարզ է, իրանք ասում են, եթե դուք բալանսավորվող քաղաքականություն եք վարում, հայեր, ուրեմն անպայման պետք է Զելենսկուն, երբ որ ինքը ասեց մեր դեմ բաներ Երևանում, պետք է պատասխան տայինք։ Ես չեմ համարում, որ մենք պետք է տայինք Զելենսկուն պատասխան։ Ես ավելին ձեզ ասեմ, այդ գագաթնաժողովի ժամանակ, օրինակ Եվրոմիություն Հայաստան կամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ տարբեր լիդերներ, տարբեր երկրների քննադատում էին Ռուսաստանի ագրեսիային։ Նույն Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները քննադատում էին կոշտագույնս Ռուսաստանին։ Ինչի Հայաստանը պետք է մեջ ընկներ այդ հարցերի մեջ։ Մենք չենք սկսել ոչ ոքի դեմ պատերազմ։ Ռուսաստանը սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ուրեմն այս պահանջները Ռուսաստանի շատ ու շատ զարմանալի են։ Ու հիմա մեր ընդդիմադիրների արձագանքը։ Ուրեմն մեր ընդդիմադիր ուժերից մեկը, պրոռուսական ուժերից մեկի ղեկավարը այս ընտրարշավի ժամանակ մի հավաքի ժամանակ ասեց, որ Ռուսաստանը համբերատար երկիր է, բայց ինչ որ պայից համբերությունը կավարտվի ու շատ վատ կլինի Հայաստանին։ Ասեց Հայաստանը ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, Հայաստանը ուզում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս ինչ տրամաբանություն ունեցող մարդիկ են։ Հենց այս մարդկանց պատճառով պրոռուսական ուժերի Ռուսաստանը այս ձևի նսեմացնում է մեզ։ Պատկերացնում եք։ Մենք չենք ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալ,
նույնիսկ պաշտոնական նամակ չեք ուղարկել։ Մենք չենք ուզում փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, չնայած որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանը լուծեցրի օգուտ Ադրբեջանի, բայց Ռուսաստանը ուզում է մեզ ճնշել, թույլ չտալ, որ մենք այլընտրանքներ ստեղծենք, աշխարհի հետ աշխատենք, Եվրոմիության հետ աշխատենք, Միացյալ Նահանգների հետ աշխատենք, մենք պետք է ենթարկվենք։ Այո, ծանր վիճակում ենք մենք, զարգանում ենք, հաջողություններ ակնհայտ կան, բայց ծանրագույն վիճակում ենք, երբ որ ներսում դու ունես 5-րդ շարասյուն, երբ որ ներսից են պայթացնում քո կայունությունը, ներսից են թուլացնում քեզ։ Ուրեմն պարոն Զելենսկին, երբ որ Բաքվում էր, 10 անգամ ավելի կոշտ բաներ Ռուսաստանի մասին ասեց։ Ես չեմ ասում, որ Իլխամ Ալիևը նորից ասեց, որ հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ այլ, ինչը իրոք շատ ցավոտ է ընդունում Ռուսաստանը, բայց ոչ մի բան իրանք չեն ասում։ Չեն պահանջում Ադրբեջանից, որ Ադրբեջանը բացատրություն տա ընդունելու համար Զելենսկուն։ Ու Զելենսկին Ադրբեջանում շատ լուրջ հայտարարություններ արել է։ Ինչու Հայաստանից պահանջում են, Ադրբեջանից ոչ։ Քանի որ մեզ մոտ կա 5-րդ շարասյուն։ Մեր հասարակությունը պետք է իմանա, որ պրոռուսական ուժերը լուրջ վտանգ են հայ ժողովրդի համար։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։